Սիրելի հայրենակիցներ, այժմ ես գտնվում եմ Քաշաթաղի շրջանի Սաթունիս գյուղում, ահա ինչ հիասքանչ տեղ է, ասեմ ձեզ, բավական բնակեցված է եղել, ու ինչպես Գորիսի տարածաշրջանում, այնպես էլ այստեղ տուն կառուցել օգտագործելով քարանձավը, ինչպես խնձորեսկում, տեղում, կամ խոտում, շինուհայրում, տարածաշրջանում, այստեղ էլ ընդունված եղել, տունը նմանատիպ ձևով կառուցել, մոտավոր հաշվարկով մոտ 120-150 տուն բնակվել է այստեղ, սա ճանապարհի ամենավերջի մասն է, սրանից հետո սարերով բարձրանում ես դեպի Գորիսի գյուղերը, բայց ամենաարժեքավորը այս մեր ճանապարհության մեջ այ եկեղեցին է, ցավոք անվանումը անհայտ է, ցուցանակները, արձանագրությունները վրային չկան, սա Սամվել Կարապետյանն էլ եկել արձանագրել էր, բայց ինքն էլ բան չէր գտել, այտենց էլ անվանվում է Սաթունիսի եկեղեցի, երկրորդ եկեղեցի, որտեղ մյուս եկեղեցին այ մեզանից գտնվում է այս սարի հակառակ կողմում, բայց ինչն է ուշագրավ, որ երկու օր է տարածքը ամեն կերպ չափչփում էինք, ման էինք գալիս, փնտրտուքներով էինք, գրականություն, չգիտեմ, տարբեր զանգեր կատարելով, վերջապես այսօր երեկվա Google քարտեզից պատահական մի ուշագրավ հատված մեր աչքով ընկավ, որը կասկածի տեղիք տվեց, որ այստեղ է գտնվել, որտեղ ոչ մի կերպ չէին կարողանում այս եկեղեցին գտնել, ես կփորձեմ մոտեցնել, ու ասեմ, եռանավ բազիլիկ եկեղեցի է, ինչպես այս տարածքի շատ ու շատ եկեղեցիներ, այն նույնպես նրա շինանյութը օգտագործվել է տարածքում եղած հին տապանաքարերով կամ խաչքարային դրվագներով, որովհետև հիմնական շինանյութը անտաշ քարեր են, բայց անկյունաքարերը պետք էր օգտագործվեր մաքուր տաշված քարերով, ու հավանաբար անտեր գերեզմաններ են եղել կամ մոռացված գերեզմաններ են եղել և վարպետները օգտագործել են, ես ուզում եմ սենց մի քիչ էլ մոտեցնեմ, այս հենապատը, որ դիմացում տեսնում եք, այս հենապատը վաղ թե ուշ քանդվելու է, որովհետև տեսնում եք տակը ժայռ կա, բայց ջուրը ու ժամանակը իր գործը արել են, վերևից համարյա առանձնացած է գետնից, այսինքն շարվածքի և եկեղեցու արանքը արդեն մոտ մետրանոց ջրի փորվածք կա, որ վերևից ջրերը, գյուղի վերևից, երբ որ ջրերը գալիս են և այդպես ասում են, ինչպես ասում են, ջուրը իր ճանապարհը գտել է, ահա, ևս մի անգամ, ես փորձեմ իջնեմ և լուսանկարը անում անեմ,